Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեն ճշգրիտ և հավաստի պարզաբանումներ, դա իհարկե ամենից ամենան է։ Ողջույն, դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային ATV-ի տոնական եթերը և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային ամանորյա շքերթը, որը վարում եմ ես Լիաննան։ Հասկանալի է, որ այսօր մենք խոսելու ենք բացառապես նոր տարվա մասին։ Այդ իսկ պատճառով հաղորդումը խորագրեցինք մոտավորապես այսպես. ամենից ամենաաստղային ամանորյա արկածներ։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ այսօր մենք պարզաբանելու ենք, թե ինչ ավանդույթներ ունեն մեր ամենից ամենաաստղերը նոր տարվա կապակցությամբ, ինչ տարօրինակ կամ զավեշտալի պատմությունների մեջ են ընկել այդ օրերի ընթացքում եւ առհասարակ ինչ խորհուրդ ունի նոր տարին մեր ամենից ամենաաստղերի համար։ Մի խոսքով, մի փոքր կախարդանքին եւ խորհրդավորության ավելացնենք հեքիաթային ուրախ տրամադրություն եւ հենց այս պահից սկսած դիմավորենք նոր 2014 թվականը։ Դե իհարկե մեր ամենից ամենաաստղերի հետ։ Հաղորդավար, սցենարիստ Կարեն Քոչարյանը շուրջ 30 տարի աշխատում է հեռուստատեսության ոլորտում եւ բնականաբար այդ տարիների ընթացքում մասնակցել եւ պատրաստել է բազում նոր տարվա տոնական հաղորդումներ։ Ամենակարևորը Կարենին գտա։ Բարև Սերգեյ։ Որտեղ են տղաները։ Տղաները չգիտեմ, ես հաղորդման եմ պատրաստվում։ Սակայն ամենից Դեցի Դորահոյ Լեոնիդ Իլիչ Բրեժնևի կերպարը։ Որտեղ ասես չեղավ մեր նկարանող խումբը, մոտ 1 ամսվա ընթացքում նկարանեցինք, իսկ նոր տարվա գիշերը ուղիղ եթերում էինք, ես էլ Արմենն էլ հենց ստուդիայից վարում էինք եւ դա երևի թե ինձ համար կրկին անմոռանալի ամանոր էր։ Փարիզում նկարահանումների եւ իմ բախտը բերեց, որ նոր տարվա գիշերը մենք դիմավորեցինք
անակնկալներով եւ բացահայտումներով լի ամանորյա տոնական եթեր ստացվեց մեզ մոտ այսօր եւ այդ ամենին թերևս ուզում եմ հավելեմ, որ 2014 թվականը կապույտ փայտեձին պատրաստել է մեզ համար բազում անակնկալներ, սակայն օգտվել դրանցից կկարողանան միայն այն մարդիկ, որոնք աշխատասեր են, սիրում են արդարություն, անկեղծություն եւ ազատություն։ Այնպես որ արեք ձեր համապատասխան հետևությունները եւ 2014 թվականը կլինի ձեր երազանքների իրականացման տարին։ Եղեք առողջ, սիրով լի, երջանիկ ու հաջողակ։ Շնորհավոր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը ես ուզում եմ ասել իմ եւ ամենից ամենայն ողջ ստեղծագործական անձնակազմի անունից եւ մաղթել ամենից ամենալավն ու բարին։ Դե իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ տարի ամենից ամենաժամանցային ATV եթերում։ Հաջողություն։